Բարև ձեզ, պարոն Ասատրյան։ Բարև Գարանջան, բարև։ Ինչպես եք, լավ եք։ Ոչ, շնորհակալություն, լավ է։ Պարոն Ասատրյան, ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր հետևորդներին, մեր լսարանին, որ մենք զրուցելու ենք Հայ Խաչակիրներ ազատագրական շարժման ղեկավար Արթուր Ասատրյանի հետ։ Պարոն Ասատրյան, նախ կխնդրեի անդրադառնալ, թե ինչ է կատարվում այս պահին Էջմիածին քաղաքում, պատրաստվում է ընտրությունների հոգևոր մայրաքաղաքը, եւ ուզում եմ հասկանալ, եւ շատերն են մեզ նաեւ նամակներով դիմում այս օրերին, չնայած դուք երեք էլ խոսել եք ուղիղ եթերի միջոցով, թե իրականում ինչ տրամադրություններ ունի Արթուր Ասատրյանը, գնալ թե ում եք պատրաստվում սատարել եւ առհասարակ ինչպիսի ընտրություններ եք կանխատեսում Էջմիածին քաղաքում։ Նորից Գարանջան, վերադառնամ Էջմիածին քաղաքին, իմ համար ամենակարևորը մարդկային արժեքն է ու սրբությունները մեր երկրի ու մեր երկիրը ոչ թե աթոռը։ Ամբողջ կյանքից նպատակն եղել է, որ մեր երկիրը տեսնենք իսկական Աստծո երկիր, որը ընտրել է մեզ 1700 տարի առաջ։ Աստված խիչ ընտրեց ուրիշներին, մեզ ընտրեց։ Հիմա մենք մեր ձեռով, մենք մեր վարքագծով բերել ենք, հասցրել ենք նրան, որ մեր երկրում առաջացել է կոլապս, խաոս։ Բաժանել են մարդիկ, մարդը կնգահետ, աղբերն աղբոր հետ, թուր ու թվանք, այսպիսի նենգություն, այսպիսի դաժան, այսօր որ ինչ-որ կատարվում մեր երկրում, երբևիցե չի եղել։ Ես չեմ հիշում իմ կյանքում, հեսա կլեմ 55 տարեկան, որ մի տան անդամները կիսվել են 2.5-ի, եկեղեցին են արդել կիսե, եկեղեցին, այսօր Սարգսակը, որքի ամբողջ կյանքը նվերի, որ հասնի կաթողիկոս դառնա, դուս եկե կաթողիկոսի դեմ իրա պաշտոնի եւ իրա համար։ Հասկանում եք, այն օրը մի հատ բան էի նայում, անոն ինչա TikTok-ով ու տեսնում եմ այս տղայի արժեքները, թե նա ինչ արժեքներ ունի, թե ոնց է ուզում, որ այս ինչ մարդիկ մեր երկիրը ղեկավարեն, թե ոնց իրան դզում այդ գողական աշխարհը էսեն ու այս մարդու համար խափում են, էթում են ծնգ են գալի։ Փաշինյանը խի ծնգի չէր գալի միջև հիմա։ Խի ինչի համար եկեղեցի չէր էթում։ Այսինքն այս Սարգսակին էր սպասում էլի, որ այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ պարակտեն ազգը։ Գիտեք ինչ կա, ասում է կիսեք, որ տիրեք, բաժանեք, որ տիրեք։ Երեք տեսակ չէ Թուրքիայի արտահայտությունները հայ ազգի հանդեպ, եկեղեցու հանդեպ։ Սարսափելի չէ։ Սրանից արդեն սարսափելի բան աշխարհի վրա չի կարելի։ Այսինքն Նիկոլը ինչ որ ասում է, ինք ասում է նրանց բեյնով։ Այսինքն Էջմիածին եկեղեցին նրանք ասում են, որ էսի եղել է թուրքական տարածք։ Դու հասկանում եք ինչ են ասում։ 301 թվին թե Թուրքիան որտեղ այլ ենք չգիտի։ Այսօր ինքը ասում է, որ դա մեր տարածքներն է։ Անցած անգամ կհիշեք, չէ՞ որ Նիկոլն ասում էր, ինչի համար պետք է սուրբ կենտրոն լինի Էջմիածնում։ Չի կարա լինի Երևանում։ Արեք տանենք Երևան։ Այսինքն ինքը կամանց, ոնց որ ես ասել եմ իմ հաղորդման ժամանակ, բերում է նրան, որ մեր սուրբ Էջմիածին եկեղեցի բաժանի 4 մասի։ Էջմիածինի կեսը պետք է տա ինքը մուսուլմանական երկրներին, կեսը պետք է տա, չգիտեմ, տարբեր հավատներ պիտի կիսի 4 մասի, դա իր նպատակն է։ Իսկ այսօր Էջմիածնի ժողովուրդը, որը մոլորված է, 50 հոգի դրել այնտեղ, որ բանանի ընտրության հետ, հա, հիմա սրանք էլ բաժանում են, որ ասենք այն մարդիկ, ովքեր Նիկոլի կողմից են կրեն, իրանք կնենց մարդկանց են մցրել խաղի մեջ, որ ամեն մարդ ձեն գողանա։ Հիմա եթե Էջմիածնեցիքի բանականությունը չի շաշխատի, Էջմիածնեցիք չվերադառնան դեմքով Աստված, այլևս առաջին իրանք են պատժվելու որպես Աստծուտան ժողովուրդ։ Իրանք ու իրանց երեխեքը։ Այսինքն այս սրա մեջ հիմա որ դուք ապրում եք, մեր հայրենիքը, չէ՞, այս խաոսի մեջ, սրանից ավելի կեղտոտ մթնոլորտ չի կարանի։ Ես չգիտեմ մի մարդ, որի համար Հայաստանում հիմա լավ է։ Հոգեկան վիճակով եմ ասում, չեմ ասում, ասենք հացուտելու կամ ֆինանսական։ Մենք հիմա առավել կարևոր խնդիրներ ունենք մտածելու, այո, ներքին եւ արտաքին մարտահրավերներ, որ իսկական մարդ է, էլի անասուն չի, որը երկրի հանդեպ անտարբեր չի, որը ապագայի հանդեպ անտարբեր չի, որը իր հորնումոր գերեզմանի հանդեպ անտարբեր չի։ Չկա մի հատ նորմալ մարդ, որը հոգեկան ծանր վիճակի մեջ չլինի։ Մարդը երբ որ հոգեկան ծանր վիճակի մեջ է, թքած ունի այդ հարստության վրա, այդ ուտելիքի վրա, մարդու ամենակարևոր բանը ի՞նչն է։
իր հոգեկան հանգստությունը։ Մենք հիմա ապրում ենք ինչի համար, որ մեր հոգին հանգիստ լինի, որ մեր մոր գերեզման, հոր գերեզման է թալուս մեր հոգին կարենա։ Այսօր մարդիկ խանգարվել են, հասկանում եք, Հայաստանում հոգեկան հիվանդությունով լիքը մարդ կա սաղ դեղերի վրա նստած են։ Չհաշված ժայելությանը ամբողջին նստածել են այդ աղի վրա, կրիստալի վրա, տարբեր նարկոտիկների վրա ու տենց ամբողջը վաճառվում է, չկա տենց բան, որ հիմա այն արամ սրիկան, որ փախավ, ինչ որ մի բան փոխվեց։ Այսինքն գլոբալ փորձում են անել ամեն բան։ Հասկանում եք, գլոբալ իրանք ստեղծում են խաոս։ Խաոսի մեջ շատ հեշտ է իրանք գործությունն անեն, որովհետև խաոսի մեջ, երբ որ մարդկանց գլուխը խառն է, մեկը նարկոման է, մեկի տունը պրոբլեմ կա, մեկի երեխան է մեռե, մեկը փող չունի, իրանք սենց բսկտում են, որ ժողովուրդ չհելնի ոտի, որ ասեն դե ուզում եք, ոնց որ ինքն ասեմ, դե ուզում են թողել են իմ դեմ պայքարեն, բայց ինքը նենց է ժժնե, որ այնքան պրոբլեմ է ստեղծե, այն նրանք էլ ով կարան հելնեն սաղի վրա դատական գործ է ստեղծե, սաղին տարել է դատարան, բայց սա էլ է վերջանալու, հասկանում եք, սա էլ է վերջանալու, որտեվ ես գիտեմ Աստծո ուժը ու Աստծո զորությունը, չկա աշխարհի վրա մի մարդ, ով կարա Աստծո գիտության դեմ պայքարի։ Հիմա արեք իրար խափենք, ասեմ ես Աստվածապաշտ եմ, ես ծնգի եմ գալի Աստծո դեմ, բայց իմ ամբողջ գործողությունները սատանական են։ Կլինի տենց։ Իհարկե չի լինի։ Հիմա եթե ես թասիբ ունեմ, նամուս ունեմ, ես հասկանում եմ, չէ՞ որ 5000 երեխա եմ թաղել։ Ես հասկանում եմ, չէ՞ որ հող եմ տվել, ես հասկանում եմ, որ եթե եմ ունիժատ եմ մնում թուրքերի դեմ, ես հասկանում եմ, որ մատ են թափ տալի։ Այն որ Ալիևն ասում է, «Էդ ով ասում որ Սևանը ձերն է, Սևանը մերն է»։ Խայտարակության ծիրում ենք, ամոթի ու խայտարակության։ Հիմա տես Ալիևն ասում է Սևանը մերն է։ Դե ուժում ես խոսա, չէ՞ գալու եմ վեկալ եմ։ Թուրքիան երեք ասում է Էշմիածին եկեղեցին մերն է, տարերով մերն է եղել, ով ասում որ ձերն է եղել։ Էշմիածին չի եղել, Էշմիա ես իմիջ բառ ասում։ Դուք հասկանում եք, էլ մեզ ունիժատ անելու սրանից ավել էլ տեղ չկա։ Ես պրոստը զարմանում եմ հայ ժողով։ Ես մեկ մտածում եմ ես հայ չեմ։ Որտեւ հայը չի կարա սենց լինի, չի կարա սիրտը չտրակի, չի կարա չմեռնի։ Այդ Երևան կաֆեում նստի տժա, խմի, այդան տունը քեֆ անեն, հարսանիքներում պարեն։ Ես չեմ հասկանում սենց բան։ Եթե դու կործանվում ես, քո ընտանիքի վերջի օրն է, եթե դու հասկանում ես, որ թուրքերը արդեն ձեզի համարում են ոչ թե ձեր հողն է, Սուրբ Էշմիածին է իրանց հողն է։ Համարում են, որ բանը Սևանը է իրանց տունն է։ Ժիրինովսկին այդ ասում էր 15 տարի առաջ իր խոսքի մեջ, ասում էր պահեք գալու եմ։ Հասկանում եք ինչ օրի ենք մենք։ Եվ եկավ այդ օրը։ Ես չեմ հասկանում, այս ժողովրդին ինչ են կերցնում, ինչ են բացատրում, այս ժողովուրդը ուր է գնում, ես լրիվ չեմ հասկանում։ Պարոն Ասատրյան, այո։ Նորից կմեղադրենք, ասեն նստած Մոսկվայում, նստած այդտեղից տակ-տակ խոսում ես, չէ՞։ Հիմա ես որ գամ, մի հոգի էլ կանալամ, որ ավել լինի KGB-ի պատվալում, դրանից որ չկարենամ ես իմ բանը արտահայտեմ կամ իմ օգնությունը կամ որևէ ծրագիր իրականացնեք, թեկուզ այս բանը գտնվելով Մոսկվայում։ Ինչա փոխվելու, չէ՞։ Հիմա գոնե sense կարող ենք պայքարենք ստերի հայերի հետ էսեն։ Հիմա տեսեք, ամենակարևոր բանն ինչն է, որ եթե քեզ մարդիկ ասում են, որ դու պարոն Ասատրյան, ասեք մենք ձեզ լսում ենք, արեք միացեք պոլիտիկան, ես տարբեր ժամանակաշրջաններում ասում եմ, չէ, չեմ ուզում մտնեմ պոլիտիկա, այդ իմ համար կեղտոտ գործողություն է։ Բայց ես որպես հայ տղամարդ իրավունք ունեմ, չէ, իմ ձայնը բարձրացնեմ, անտարբեր չլինեմ իմ երկրի համար, որտեղ իմ սիրտը ցավում է։ Իրավունք ունեմ, չէ, ասեմ տղեկ ջան, այս իշտեղը սխալ է, այսի։ Հիմա տեսեք, ես մարդիկ այնքան են բարձրացել, որ իրանց թվում է, որ ոչ մի տղամարդ կամ ոչ մի անձ դեմոկրատական երկրում իրավունք չունի ձեն բարձրացնելու։ Եթե դու մի բառ ասես, կամ պետք է նստես, կամ պետք է խփնվես։ Դե մենք վերջին օրերին նորից տեսնում ենք, թե ձերբակալությունների իրանք նստածրեցին մի բանի համար, հրավ քաղաքապետ եւ նրանց դեմ խոսած։ Հիմա տեսեք, իրանք ինչքան ունեն քաղաքապետեր, որոնք անաստված ու անիրավ մարդիկ են ու լիքը վրեկը գործ կա։ Թե ասֆալտի գործ են վեկալե չեն արել, թենդեն խափետ են, բախի չեն նստացնում։ Որովհետև այդ մարդկանց կարողանում են կառավարել եւ յուրայիններ են։ Հիմա տեսեք, իրանք դարձրել են այս ազգին ճորտերի ազգ։ Եթե մեր հետ ես, մեր տակ ես, ուրեմն դու իրավունք ունես անես ամեն ինչ։ Եթե դու մեր հետ չես, մեր տակ չես, ուրեմն դու պետք է կամ դուժվես, կամ խփնվես, կամ նստես։
Այսինքն սևերի ու սպիտակների ճամբարը առավել հստակ ուրվագծված է հիմա եւ այդ ճամբարներից նայած թե ով որ ճամբարում է տեղավորված եւ ինչ ճակատագիր է ավտոմատ սպասում։ Սրանց համար կա մի հատ Աստված, սա փողն է։ Սրանց ժամանակաշրջանում թե ինչքան փող է ծախսվել, ոչ մի 3 պրեզիդենտների ժամանակ այսքան փող չի գողացվել։ Արտաքին պարտքը 7 միլիարդից հասցրել են ամենը 20 միլիարդի։ Այո։ Այդ փողերը եկել է ու գնացել է прямо через какой-то ֆիրմաներ, через ակցիոներ գնացել։ Հասկանում եք, ես մարդիկ այնքան հարստացել են, այնքան արդեն իրանց վստահ են զգում, իրանց թվում է, որ իրանք արդեն Աստծո կողքը նստած են, անպարտելի են, ու իրանց ոչ մեկ չի կարենալու վաղը փոխի։ Ու սրանց խոսակցականը երբ որ լսում ես, ասենք հիմա տեսեք, կան մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, չէ՞, առաջ որ եկել են վլաստի, ասենք են դոտ գլխով մեկը կա, չէ՞, Փաշինյանի կողքը, որ լուրջ դեմքով ուզում է լուրջ դեմք ունենա։ Հնարավորինս որքան կարող է։ Որ ինքը նիհարել է ջանով, բայց գլուխը նույն դեպքից դդում է մնացել։ Ու հասկանում ես, լուրջ դեմքով սաղին հաթաթա է տալի։ Սաղին բռնած պատկերացնում եք, ես ախր ճանաչում եմ, չէ՞, մարդկանց, ես գիտեմ սրանք ինչ են ընդունակ։ Ես արդեն սրանց ներքուստը գիտեմ, սրանց ընտանիքներին գիտեմ, սրանց ամեն ինչը գիտեմ։ Այո։ Եթե սրանք ում մասին որ խոսում են, մենակ մնան մի հատ մութ սենյակում, կարող է միջև 2 րոպե անցնի սրտի կաթվածքից մահանան։ Որտեղ սրանց նման ավելի շատ վախկոտ մարդիկ ես իմ կյանքում չեմ տեսել։ Եթե սրանք վախկոտ չլինեին, ինպես տղային չէին բռնի շինցու գործերով երկրից ուղարկեին Ռոզիստայն, Սամվելի պես տղուն չէին բռնի մի հատ բարի մարդ անեին Բերդ։ Հիմա պարզ դարձավ ինչու խանգարեցին այն մեծ ծրագրին, որը որ չէին փակի։ Այո։ Ու տեսե աշխարհի վրա, եթե դու Աստված ունես, եթե այդ մարդը Աստծո ոչ մի դժվար ոչ մի բան չի արել, Միքայել Սրբազանի պես սրբոց կամ մյուս Սրբազանին, դուք ինչ հիմար եք տանում այդ KGB-ի պատվալերում փակում, որտեղ ես 6 ամիս եղել եմ ու գիտեմ թե ինչ անաստվածական վիճակա կռիզների տառականների ու այսինքն ինչ Աստծո անուն ես տալի, երբ որ դու Աստծո պաշտպանին տանում ես մտցնում ես, իսկ քո համար ծառայողին, ով որ քեզ է ծառայում, ով որ քեզ է գովաբանում, ծնկի ես գալի նրա մոտ, մի հատ ոչխարի, որը կանգնում է ամբողջ աշխարհի դեմ, ասում է պետք է մեզ ղեկավարեն այս ինչ մարդիկ, մենք գողական ենք, մենք ես ենք, այսինքն դուք եթում եք մի հատ Տեր Հայրի մոտ, որը որ իր կարգապահությամբ աշխարհի ամենաստոր մարդն է, որը արդեն վաճառել է իր իսկական Կաթողիկոսին, որի համար ինքը երդում է տվել։ Պարոն Ասատրյան, այսինքն միֆ են այն հայտարարությունները, այն տեքստերը, այն, այսպես ասեմ, հա, մանիպուլյացիաները տեղեկատվական դաշտում, որը որ փորձ է արվում իրականացնել, երբ որ ասում են ավելի շատ մանիպուլյացիա չեմ տեսել, որը վերոսոր աշխատում է Հայաստանում։ Ես ինչ որ հիմա տենում եմ, ինչ որ կատարվում է Հայաստանում, սա մենակ կարող է մարդ իր երազի մեջ պատկերացնի, թե ոնց են մարդկանց բժշկացնում, խափում, որտեղ մարդիկ էլ մի քիչ անգրագետ են չեն հասկանում։ Այո։ Ոնց են սաղին խափում, ասում հեսա դպրոցներ ենք սարքելու, ասֆալտ ենք անելու, լույս ենք, այսինքն դպրոց սարքելով, դու քաղաքական իրավիճակը չես շտկելու, որ թուրքը գալու է Սևանը վեկալի, որ գալու են Էշմիածի նվեկալեն, դու դրանով Թուրքի համար ես այդ դպրոցը սարքելու։ Դու խոսակ գլոբալ, ինչի մասին ես խոսում, ինչ դպրոց, ում ես խափում։ Մարդիկ հայտ են ներկայացնում Թուրքիայից, որ Սուրբ Էշմիածինը եղել է ոչ թե Սուրբ Էշմիածին, այլ մեր տարածքը Թուրքերի։ Այդ որ ասում ես Սևանը, Ալիևն ասում է մեր տարածքն, դու դրանց պատասխանում, որտեղ կայնի, ասա 360 դպրոց ենք սարքելու։ Ում համար Թուրքերի համար է սարքում պապերիդ։ Թե դեր թորների մար։ Հիմա կարող ենք արդեն հստակ ունենալ պատասխանը, պարոն Ասատրյան, թե ինչն էր պատճառը, որ այն մեծ նախագիծը, որը որ դուք ներկայացրել էիք հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի համար, երբ որ դուք դրսից բազում հյուրեր հրավիրեցիք, ներկայացրեցիք պրոյեկտը կոնկրետ, թե ինչ է սպասվում եւ ինչ ծրագիր եք իրականում կյանքի կոչելու, ինչու այդ ծրագրին նաեւ խոչընդոտ հանդիսացան եւ այսպես ասած, այո,
Արան Արամի մոտ, այո, հիշում եք, այո, եւ ասեցին կանգնացրու քո բոլոր բարեգործական ծրագրերը, եթե ուզում ես Արաքձևի նորից հայտնվես։ Նաև դպրոցներ, մանկապարտեզներ վերանորոգեցիք այդ ընթացքում, հիվանդանոցը։ Ոչ մի բարեգործական, ոչ մի բան, ոչ մի պլան, ոչ մի բան ինձ ասեցին, որ ընդհանրապես ոչ թե մի բան, այլ մի հատ կոնֆետել մյուսի միտու։ Այսինքն այս մարկանց ուզածն ինչ է։ Այս մարկանց ուզածը ժողովրդի խաբերությամբ բերել հասնել մի օր նրան, որ թուրքը այն կողմից մտնի Ադրբեջանը, ոնց որ Ժիրինովսկին ասելա, մնանք մի փուճուր 8000 կամ 7000 կիլոմետր քառակուսի իրանց մեջտեղ հայերով, որ էլ ընդ ապրելու իմաստ ունի, որ սաղ թողեն հետդ մնա սաղ իրանց։ Այս մարդու ամբողջ նպատակը Հայաստանը պակետի մեջ տալ թուրքերի ու ադրբեջանցիքին նվեր։ Պարոն Ասատրյան, տեսեք, դուք ձեր նախորդ ելույթներում նշել եք, որ Հայաստանը փորձում են վերածել բաբելոնյան ավերակների։ Հիմա այս ավերակների, այս իրողությունների պայմաններում այլևս ինչ է հնարավոր անել, այս հարցը ես միշտ ուղղում եմ իմ բոլոր բանախոսներին, եւ եւս մեկ անգամ էլի օգտվելով այս առիթից ուզում եմ նշել, որ այն այո միֆ հայտարարությունները, որ իբրև թե Փաշինյանը եւ նրա թիմը ասում են, որ մենք չենք պայքարում եկեղեցու դեմ, մենք պայքարում ենք հոգևորականների դեմ, ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, օրինակ, հա։ Եվս մեկ անգամ եթե նա լիներ Աստված։ Դե ինքը Հիսուսի հետ իրեն համեմատում է, պարոն Ասատրյան։ Սխալական մարդ չկա աշխարհի վրա։ Ամեն մարդ իր սխալի համար պատասխանատալու Աստծուն։ Բայց ոչ թե այսօրվա օրենսդիր մարմինը ցույց է տալիս, որ կաթողիկոսը եւ մեր եկեղեցին օրենսդիր մարմինը առանձին պետությունից չկա մի մարդ, որը կարա կաթողիկոսին հանի բացի արքեպիսկոպոսներից ժողովի միջոցով։ Հիմա Փաշինյանը օրենքին հակառակ է գնում, եթե նա իրան դասում է օրենքից վեր, կոնստիտուցիայից վեր, նա իրան դասում է աշխարհի տիրակալ, նա իրան դասում է թագավոր, Աստծո տեղը Քրիստոս։ Այո։ Նա ուզում է իր ասածները, որ իրան ասի, որ ոչ մեկ իրան չմերժեն։ Հասկանում եք, այս մարդը ունի հոգեկան խնդիր, հիվանդ է։ Այս մարդը իրոք հոգեկան հիվանդ է։ Այս հայազգն է հոգեկան հիվանդ, որ չի հասկանում, այս մարդը հոգեկան խնդիր ունի։ Այս մարդը գժվել է, այս մարդը չի հասկանում իրականությունից։ Այս մարդը ունի զադաչա, որ տա թուրքերին էդի ոնց ուզմաննի պակետի մեջ իր դեմը դրած ծրագիրը, որ պիտի Հայաստանը տա թուրքերին։ Բայց ես մի բան ասեմ։ Հայազգի մեջ կան այրուց տղաներ, այո, ծնված իրանք սիրահարված իրանք երկրին ու իրանք հողին, կապ չունի, որ ապրում են օտարության մեջ։ Եթե եկավ այդ օրը Գայանե ջան, եկավ այդ ժամը, որ զգացին, որ իրոք արդեն всё վերջնա, էլ մեծ պահել չունի, թե Բերթում, թե չգիտեմ որտե։ Օրինակ իմ հետ այսօր 26-ից 30,000 տղա կա, որ ուզում է գա Հայաստան պայքարի։ Այո։ Բայց այսօր մենք քաղաքացի ենք Ռուսաստանի, այսօր մեզտեղ չեն թողում, մեզտեղ են սանձում, ընդեղ են սանձում, բայց ասենք մենք ունենք դրա համար հələ համբերության բաժակի մի փուճուր մաս։ Արդեն վերջը չէ, պարոն Ասատրյան, մենք չենք մոտեցել արդեն վերջին, երբ որ մենք տեսնում ենք, թե նույն Թուրքիան, նույն Ադրբեջանը այդ մեծ ու փոքր եղբայրներով ինչ հայտարարություններով են հանդես գալիս, ինչ է իրականում այսօր։ Եմ սպասում, Այո։ ես սպասում եմ նրան, որ հիմա բանականությունը կաշխատի հայ ժողովրդի մեջ։ Եվ ամբողջով կմիանան, որ փրկեն իրանց երկիրը, չեն անի հիների ու նորերի երկիր, կբերեն կհասցնեն մի կիզակետի, որ ամբողջով բոլորով կմիանան իրար մենակ փրկելու համար վաղվա իրանց երեխաների ու թորների կյանքը։ Նրանից հետո նոր կմտածեն աթոռի մասին։ Այսինքն դուք այսպես եք պատկերացնում, որ առանց ցնցումների կարողանանք հասնել, այսպես ասած, իշխանափոխության։ Այո, ես մտածում եմ, որ նորմալ ձևի, չնայած այս մարդը ոչ մի նորմալ բան չունի, չի թողում ոչ մեկին, որ նորմալ շնչեն, որտեղ Վարդան Ղուկասյանին ընդեափակ է, այնտեղ են խեղճտղուն տվեցին, սպանեցին, մեր Թայրովի քաղաքապետին, այնտեղ մյուսի վրա են մահափորձանում,
Բայց ամենայն դեպս համբերել է պետք, ամբողջով հայ ազգի գիտակցությանը հասցնել նրան, որ պետք է մի ժամ առաջ ազատվել Թուրքիայի դրած կառավարությունից, ձեր երեխաներու ապագայի համար, ձեր վաղվա քրիստոնեության պահպանության համար։ Այսինքն մենք պետք է բոլորով գանք են գիտակցության, որ ոչ մի աթոռ չկա, կա փրկության, ուղղակի փրկության դուռ, այդ մի դուռն է բոլորի համար, որ հասկանան այդ հասկացողության, բոլորով իրար հետ փրկվեն, նոր անեն արդար ընտրություններ, դրանից հետո ում պարտիան կոնստիտուանսնի, հասկացաք։ Պարոն Ասատրյան, իրականում 26 թվականի ընտրությունների հետ կապված առաջիկա, դուք ունեք հստակ ծրագրեր, ունեք հստակ դիրքորոշում, ընտրական ծրագրեր էլ կան, այո, ուժեր էլ կան, մյուսներն էլ կան, մենք քաղաքագծերը չենք բացում։ Օրը կգա, ժամը կգա, Աստված կտա, կհասնենք այդ օրվանը, մենք ամբողջ ծրագիրներ կներկայացնենք։ Ես ասել եմ, քաղաքականության մեջ չկամ, այն մարդիկ, ումը որ հավատում եմ, այո, նրանք կներկայացնեն, ես կբարձրաձայնեմ իմ ձայնը, որ այս մարդկանց մենք օգնում։ Այսինքն այդ մարդիկ չեն լինի նախկին, ներկաների մասին դե չենք խոսում, բոլոր դեպքերում այդ մարդիկ կարող են նախկինների հետ աղերս ունենալ, նախկին իշխանությունների հետ։ Դժվար։ Բայց դուք անպայման ձեր ասելիքը դեռ կներկայացնեք, կբացեք փակագծերը, թե իրականում, այո, արդեն ասացիք, որ ում կողքին կկանգնեք կամ ում կսատարեք, անպայման այդ ֆորմատով դուք ներկայանալու եք, ճիշտ հասկացա։ Այո։ Էջմիածին քաղաքը իրանք արդեն բաժանել են։ Էջմիածին քաղաքը դրել են 50 հոգի։ Այո։ Որ բաժանեն, իրան կարողանան այնտեղ հաղթանակի հասնել եւ քանդեն հիմնական Էջմիածնի եկեղեցին եւ քանդեն, ասենք, այն կառույցը, որը 301 թվին Աստված ընտրեց, չէ՞։ Տեսեք, անցած անգամ ծաղրելով սենց արա։ Հիսուսը խիեչացտե, կարարիշներ ուրիշտեղ։ Համի իջելաստես ասում են Էջմիածին։ Հիմա կետան Երևան կտան, այսինքն այս մարդը ձեր առնում սա։ Սարսափելի է։ Ինքը սարկազմով է խոսում լյուբոյ եկեղեցական բանի հետ, որտեղ լյուբոյ սատանա ծաղրում Աստծուն։ Այդ որ ծնգի է գալի, դա էլ է ինքը ծաղրում։ Ծիծաղում է սաղի վրա։ Ասում է դուք եսեք ուզում տենակ, տեսեք էսի։ Ուզում եք ես տենակ, վրոդի էսի։ Առավոտ զարտեմ, թրաշվեմ, ձեզ ասեմ բարի լույս։ Սուխը կդրտեմ, լցեմ, ռեփ դնեմ, ասեմ, սիրտ ցույց տամ, ասեմ։ Այսինքն ծաղրում է, այս հիմար ժողովուրդը չի հասկանում, որ սա ծաղրում է։ Չի ասում, ախպեր ջան, 11000 կիլոմետր կորցրել ես, թուրքն ասում է գամսեվա սոխես կդրտեմ, արա։ Այսինքն այնքան դեբիլացես ազգը, որ ընդհանրապես բանականությունը չի աշխատում, չի հասկանում։ Արա մարդ կարա սոխ կդրտի զվազեղանի 5000 ջայլ երեխու դիակ դնելով։ Ինչ զվազեղ, արա։ Այսինքն տեսարաններով փորձում են կերակրել ճակերտներում այն հասարակության այն զանգվածին, այն շերտերին։ Հասարակության մեջ ունեն մարդիկ, որոնք ասում են ժողովուրդը ինչա սիրում։ Ամբողջ ինստիտուտներ են աշխատում, որ մարդուն բերեն հասցնեն նորից վլաստի։ Դրա վրա ծախսում են միլիարդավոր փողեր աշխարհի վրա այդ ինստիտուտները։ Իրան ինչ ասում են, իրա կուրատորները, ասում են սիրտ ցույց տուր, սիրտացույց տալի, ասում են սոխ կդրի սոխը։ Այսինքն ինքը անում է այն մարդկանց կուրատորների ասածը, որոնք իրան մենեջմենտ են անում մյուս ընտրություններին պատրաստելու համար։ Այսինքն դուք հնարավոր համարում եք, օրինակ, եթե պարոն Ասատրյան, ենթադրենք վաղը մի քանի օր անց տեղի ունենային ընտրություններ, հնարավոր համարում եք վերարտադրությունը օրվա իշխանության։ Զարային տալուց իմ ինտերվյուն ասեցի, այս մարդկանցից ամեն ինչ վաղատալու է, որտեղ իրան կարան այդան ամեն պոդ լիքայլի, բան չանեն ящիկը լցած բերեն դնեն, ասեն մենք ենք ու վсё, ոնց ասի Լենսկին ասում։ Կամ չենք էլ եպում սենց է, մենք վերջնական բաժինի այս երկրի տերն ենք։ Կարում եք մեզի հանեք մեր ոտեր առաջ, չէ, սենց է։ Այսինքն այս մարդկանցից սպասեք ամեն ինչ ու ամեն րոպե, ամեն ժամ։ Հիմա Էջմիածին քաղաքը ամենամեծ բաստիոնն է։ Այո։ Հիմա Էջմիածին քաղաքը պետք է ամենամեծ բաստիոնն է, որ ինքը հիմա ընտրություններին հաղթի։ Էջմիածին պետք է միանան բոլորով իրար եւ հաղթեն այս մարդուն։ Եթե չհաղթեցին, սկսելու է իրանց պարտությունը Էջմիածին քաղաքից ու իրանց ընտանիքներից։ Իսկ ում ետևից պետք է գնան Էջմիածին քաղաքում, պարոն Ասատրյան, որ Ես չգիտեմ ով ում ետևից կգնա, ես իմ ձայնը ասել եմ։ Այո։ Իմ դասղեգի թորին եմ տալու, որի հորիղբարի իմ ընկերն է Սևա կանոնը։ Այո։
Այսինքն ապագա տեսնում եք այդ երիտասարդի հետ կապված, պարոն Ասատրյան։ Որտեղ ես գիտեմ Գալստյանին, որ իմ դասերն է, մեր ուսմասվարն է, մեր Երևանի շատ գրագետքին էր։ Այո։ Հորոխորն եմ ճանաչում, գիտեմ, որ ինքը բանի մոտ շատ տղա է, ես իրեն անձամբ չեմ ճանաչում, լսելով գիտեմ, որ ինքը շատ մեծ օգուտ կբերի Էջմիածին քաղաքին, ասած չգիտեմ։ Շնորհակալ եմ պարոն Ասատրյան հետաքրքիր պատասխանների համար, հաջորդիվ դեռ առիթներ կունենանք խոսելու հետագա զարգացումների եւ գործընթացների հետ կապված։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ, Գայանե ջան։ Մնացեք խաղաղությամբ, հաջողություն ձեզ։